Համաձայն շրջանառվող լուրերի մայիսի 31-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերձյուկովի հրամանով անսպասելիորեն փակվել է Գյումրիում գործող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող 19-րդ ռուսական դպրոցը։ 19-րդ ռուսական դպրոցում այս տեղեկությունը չեն հերքում ու չեն հաստատում, չնայած փաստում են, որ տնօրինությունը դպրոց փակելու վերաբերյալ որևէ գրավոր փաստաթուղթ չի ստացել։ Մեր նկարահանման պահին էլ դպրոցի տնօրեն Սիմեոն Շիրոյանը հայտնեցին, որ գտնվում է 102-րդ ռազմաբազայում։ Հիշեցնենք, սա այն դպրոցն է, որ գտնվում է հայկական կողմին պատկանող ռուսական 23-րդ դպրոցին կից 1 շենքում։ Շենքը ամբողջությամբ ռուսական կողմին է հանձնվել 90-ական թվականներից, իսկ վերջին իրադարձությունների համաձայն 23-րդ դպրոցը կառավարության կողմից լուծարվում էր, որ շենքը հանձնեն 19-րդ դպրոցին։ Համենայն դեպս ռուսական կողմի պատճառաբանությունը այսպիսին էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող 19-րդ դպրոցում պայմանները հակահիգիենիկ են եւ համապատասխան պայմաններ ստեղծելու համար ռուսական կողմը պահանջում է կից տեղակայված հայկական 23-րդ դպրոցի զբաղեցրած տարածքը։ Սա դիվանագիտություն է, կարող է մի փաստաթղթում նշել էին, թե պահանջում ենք շենքը ընդլայնման համար։ Մեկ այլ փաստաթղթով ասեն, որ մենք մեր որոշումը փոխել ենք, մեր շենքը ուզում ենք ծառայեցնել այլ նպատակի։ Մենք ամրագրենք հետևյալ փաստարկը, որ շենքը պահանջել էին։ Իսկ հիմա որ 19 ռուսական, արդեն Ռուսաստանի զորքերի, ռուսական զորքերի, Ռուսաստանի Դաշնության զորքերի պատկանող դպրոցը փակվում է, ես այս մասին ունեմ մասնագետ տեղեկատվություն, մասնագետ ոչ հիմնավոր, ինչու համար է փակվում, ինչպես նախ մեկնաբանել չեմ կարող, որովհետև դա իրենց վերաբերող խնդիր է։ Իսկ թե դա կանդրադառնա թիվ 23 դպրոցի հետագա գործունեության անդրադարձի վրա, ես հիմա չեմ կարողանում հստակ պատասխանել։ 19-րդ դպրոցի հնարավոր փակման մասին լուրը հասել է նաև 23-րդ դպրոց։ Այս հանրույթը հիշեցնենք, դպրոցը փակելու որոշման դեմ պայքարում է շուրջ 1 տարի։ Վերջին մասսայական բողոքը եղել է կառավարության շենքի դիմաց ու Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Պատասխաններն ու վերջին նոր զարգացումները հույս են ներշնչել հանրույթին, թե հնարավոր է դպրոց լուծարելու մասին որոշումը ենթարկվի փոփոխման։ Կարծես թե աղմուկը դադարել է, հանդարտվել է, ռուսական կողմը մեզ նախ շատ լավ ընդունեց, հետո հուսադրող առաջարկներ եղել, դեսպանի մոտ ենք եղել, դեսպանը անագնգալի եկել շենքի հարցում բնականաբար եւ հույս է տվել։ Ճիշտն ասած, ստույգ տեղեկություն չունենք ինչ է լինելու մեր հարցի հետ կապված կառավարության որոշումը փոխվելու է թե ոչ, բայց հույս ունենք, որ կլինի, որովհետեւ մեզ հուսադրեցին, որ հնարավոր է մեզ մուշ թաղամասում նոր կառուցվող շենքը տրամադրեն եւ մեր դպրոցը որպես միավոր մնա։ Կրթության վարչությունում եւս այսօր ավելի զգուշորեն են խոսում 23-րդ դպրոցի հնարավոր լուծարման մասին։ Ճիշտ է, կա կառավարության համապատասխան որոշումը, բայց ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ասում է Սահակ Մինասյանը։ Այս բանի կառավարության որոշումը կա, ոչ մեկը հերքել կամ չընդունվել չի կարող, բայց քանի որ իրականացման ժամկետը դեռևս ժամանակահատված եւ այդ ժամանակահատվածում տեղի ունենում իրադարձություններ, մասնավորապես փակվում է 19 եւ հնարավոր է որ ռուսական կողմը փոխի իր որոշումը եւ որը տեղի տա լրացուցիչ քննարկումների, սա էլ է խնդիր։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։